մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը ինձ համար կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր է։ Մի քանի հազար բանտիկ, բմբուլ, պաչիկ, թիթերցիտիկ գալու է եւ շնորհավորելու են մի տոն, հիմա դա բռնություն է։ Բռնությունը մենակ այն չի, որ sense բոքս են, ճակատին կամ ծեծեն։ Կինը դառնում է հանցագործ սիրո բացակայության պատճառով, կինը դառնում է չար սիրո բացակայության պատճառով, կինը դառնում է ատում է շրջապատին, այո, սիրո բացակայության պատճառով։ Առաջի 2 տարին ամեն օր երազում ես վազում եմ Սամվելի հետևից ու Սամվելը ինձանից փախնում է։ Տերին, տուր ինձ այն, ինչ որ դու գտնում ես, որ ինձ եւ իմ ընտանիքին պետք է։ Եվ վերջ։ Ողջույն, դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, այսօր անպայման դա արեք, հենց այս պահին, որովհետև այսօր շատ հետաքրքիր հյուր եմ ունենալու։ Տաղավար եմ հրավիրել քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին, բայց քաղաքականության մասին այսօր չենք խոսելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս։ Ես գիտեմ, որ դուք անընդհատ շրջագայությունների մեջ եք։ Եվ վերջին երևի թե 2 ամիսը ես փորձում եմ հարմարեցնել մեր նկարահանումները ձեզ հետ վերջապես համընկավ։ Եվ շատ ուրախ եմ, որ համընկել է այս շաբաթվա հետ, այս ամսվա հետ, մարտից մինչև ապրիլ, եւ ինչպես դուք ասացիք, ձեր ամենաչսիրած տոնի կապակցությամբ ես այս հաղորդումը կտեղադրեմ Տաբուի YouTube-յան ալիքում։ Այո։ Մարտի 8, ապրիլի 7, ինչու չեք սիրում։ Տեսեք, այնպես չի որ չեմ սիրում, ես բոլոր օրերն էլ սիրում եմ, եթե դա լավ եւ հաջողված օր է, բայց ինչ որ առանձնացնել տարվա մեջ 2 օր, մարտի 8, ապրիլի 7, ինչ որ, չգիտեմ, գնալ ինչ որ նվերներ առնել, ծաղիկներ առնել, ես դա համարում եմ կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր։ Մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը ինձ համար կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր է, որովհետեւ իմ պատկերացմամբ կնոջը պիտի սիրել տարվա բոլոր օրերին, պիտի գնահատել, եթե կինը սիրում է ծաղիկ, օրինակ ես չեմ սիրում, պետք է նվիրել, չգիտեմ, հուլիսի 6-ին, չգիտեմ, օգոստոսի 7-ին, բայց հիմա մենք տենում ենք, չէ, այս աժոտաժը, այս ինչ որ ապրիլի 8-ի, չէ, խառնեցի արդեն, մարտի 8-ի, ապրիլի 7-ի հասկանում եք, ես չգիտեմ, ինչ որ Կլարա Ցետկին, Ռոզա Լյուքսեմբուրգի ինչ որ իրանց քաղաքական կամ իրանց իրավունքների համար պայքարի օրը բերել եւ ինչ որ նույնականացնել կնոջ հանդեպ վերաբերմունքի օր, ես դրա համար եմ ասում, ինձ համար մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը դա կանանց հանդեպ դիսկրիմինացիայի, կանանց հանդեպ բռնաճնշման օր է, որովհետեւ այդ օրը տալ արհեստական նաեւ ինչ որ սեր մեծի մասամբ իսկ տարվա մնացած 364 օրը այդ կնոջը բանի տեղ չդնել, դա ես կարծում եմ թրաֆիկինգի զոհ են դառնում կանայք այդ օրը եւ ինձ համար դա այո բռնաճնշման օր է։ Դրա համար ես ոչ թե չեմ սիրում, այլ ինձ հետաքրքիր չի։ Ավելին, դա ինձ համար իմ հանդեպ բռնության օր է, որովհետև մարտի 7-ի գիշերվանից եւ ապրիլի 7-ի գիշերվանից ես ենթարկվում եմ նաշեստվիայի։ Մենակ դուք չէ։ Այո, այդ բմբուլների, սրտիկների, բանտիկների, շնորհավորանքների եւ ես պաշտոնապես մի քանի տարի առաջ դիմեցի Facebook-ին, ասեցի արգելեք դա նորմալ չի, դա մովետոն է, դա վատ դաստիարակության նշան է, դա հարձակում է մարդու վրա։ Ես ձեր հարազատը չեմ, ես ձեր բարեկամը չեմ, ես ձեր սիրելի կինը չեմ, ես ձեր մաման չեմ, ես ձեր մորքուրը չեմ, ես ձեր հորքուրը չեմ, հասկանում եք, որ ուղարկում են տարբեր բացիկներ, դա բոլոր տոներին, բոլոր տոներին, ասինքն հեսա կգա, ասենք Սուրբ Զատիկը, ասենք ձվերի զամբյուղ, կամ ասենք դուրը ծեծող Քրիստոս, ասենք դա հնարավոր չի, նույնը նոր տարում, ես զարհուրանքով սպասում եմ, որ հեսա մարտի 6-ի գիշերվանից մի քանի հազար բանտիկ, բմբուլ, պաչիկ, թիթերցիտիկ գալու է եւ շնորհավորելու են մի տոն, հիմա դա բռնություն է, իհարկե, այո, դա բռնություն է։ Ես պաշտոնապես դիմեցի Facebook-ին, ես անգամ գրառում արեցի, որ սիրելի իմ հայրենակիցներ, դա մովետոն է, դա վատ դաստիարակության նշան է։ Կնոջը, որը ձեր մաման չի, ասեցի, չգիտեմ, սիրելի կինը չի, ռմբակոծել պաչիկներով, բանտիկներով, բայց ես հասկանում եմ, որ մի հատ sense կլիկ է, էլի կնոպկա է, էլի։ Եվ բոլորին գնում է դա։ Եվ ավտոմատ բոլորին գնում է դրա համար, այդ օրերին, այդ նաշեստվիայից պաշտպանվելու համար, ապրիլի 5-ից սկսած եւ մարտի 4-ից սկսած ես իմ մեսենջեր հավելվածը փակում եմ։
Հետաքրքիր է, բայց գիտեք, այդ մարտի 8-ը տիպիկ սովետական ժամանակներից եկած տոն է։ Այո։ Եվ մեր բոլորի ընտանիքներում դա եղել է։ Իրականում ես էլ չեմ սիրում եւ միշտ իմ գրառումներում նշում եմ, որ պիտի կանանց սիրել եւ հարգել ամբողջ տարի։ Իհարկե։ Բայց մեր ընտանիքներում դա եղել է, ձեր տանը ինչպես է դա եղել, հիշում եք այդպիսի։ Տեսեք, Այսինքն ուզում եմ հասկանամ ձեր վերաբերմունքը որտեղից է առաջացել։ Չեմ կարծում, որ ընտանիքից, որովհետև մեր ընտանիքն էլ որպես սովետական դասական ընտանիք, որտեղ իմ մայրը հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ է, իսկ հայրս մաթեմատիկ էր մասնագիտությամբ, իմ ճանաչած ամենահամեստ, ամենազուսպ եւ ամենատաղանդավոր մարդկանցից մեկն էր, այդպես հա մենք 3 քույր էինք եւ մայրս, այսինքն տանը 4 կիներ, հայրիկս այդ օրը ինչ որ ծաղկե կակաչներ էր առնում եւ այդպես սեղանի շուրջ նշում էինք, այնպես չի որ ես ինչ որ հատուկ ինչ որ տրավմա, ընդհանրապես այդ մանկական տրավմաների տեսությունը ինձ համար ընդունելի չի։ Ես ասում եմ, դա անհեթեթություն է, դա հոգեկան հիվանդ Ֆրոյդի, որը իր կյանքը ավարտեց ինքնասպանության, հորինածն է, այդ մանկական տրավմաները չկա տենց բան։ Ամեն մեկս պատասխանատու ենք մեր կյանքի այսօրվա, երեկվա եւ վաղվա համար։ Չկա տենց բան։ Այդ մանկական տրավմաները դրանով մենք փորձում ենք արդարացնել, թե ինչի ենք մենք նախանց։ Մեր մեղքը մեր վրայից գցել։ Այո, մեր վրայից գցել, չգիտեմ, ինչի ենք մենք չար, ինչի ենք ագրեսիվ, ինչի են մեր կանայք հայհոյախոս, կարծում եմ դրան էլ կանդրադառնանք այդ ատելությանը, որտեղ դա սարսափելի է, ինձ շատ են հարցնում, ինչի մենք սոցիալական քո որևէ էջում չենք տեսնում քո աղջկա, քո թորնիկի, քո ծնողների, քո քույրերի նկարներ։ Ես վախենում եմ, այո, ես անկեղծորեն խոստովանում եմ, ես վախենում եմ չար, ագրեսիվ, հայհոյախոս կանանց եւ տղամարդկանց չար խոսքից եւ անեծքից եւ դրա համար այո դուք իմ էջերում չեք տեսնա իմ աղջկան, չեք տեսնա իմ թորնիկին, որովհետեւ եթե ես կարող եմ ստոիկապար տանել ձեր ատելությունը եւ չարությունը, ես թույլ չեմ տա, որ իմ երեխայի կամ իմ թորնիկի նկարի տակ հայհոյան գրի։ Այդ ժամանակ ես յուրաքանչյուրին կճղեմ, կներեք։ Այ դրա համար ես իրանց այսպես պաշտպանում եմ այդ արտաքին աշխարհի։ Դա ահավոր է, դա զարմուրելի է։ Ես միշտ մեր հյուրերի հետ քննարկում եմ այդ թեման, թե ինչու են հատկապես կանայք կանանց հանդեպ չարացել, եւ եթե հանկարծ որևէ մեկը մի փոքր սայթակում է, մյուսները պատրաստ, կարծես զինված հարցակում են գործում։ Եվ միշտ ուզում եմ հասկանալ որտեղից է գալիս այդ չարությունը։ Ես կարող եմ Աննա ջան բացատրել։ Ես ասում եմ, ես իմ ընտանիքը պաշտպանում եմ չարությունից եւ ատելությունից։ Երբեմն ինձ նույնիսկ ասում են, սա ինչ էգոիզմ է, քո աղջկա նկարը, քո թորնիկի նկարը, քո էջում ինչի չես դնում, չէ, դա էգոիզմ չի, դա ընդհակառակը, սե կամ մայրիկիդ կամ քույրերի դա սեր է իրանց հանդեպ, որովհետեւ ես գիտեմ, թե ինչքան ատելություն կա հասարակության մի սեգմենտի եւ հատկապես կանանց մոտ։ Եվ եթե ես ունեմ շատ ուժեղ իմունիտետ այդ ատելությանը, այդ հայհոյանքին, ես կարող եմ, ես դիմանում եմ, ես ծիծաղում եմ, անցնում եմ։ Բայց իսկապես թեթև եք տանում։ Հիմա ահավոր թեթև, ես թքած ունեմ բացարձակապես, ես մեկնաբանություններ չեմ կարդում։ Բացարձակ ես կարող եմ հոգեբանորեն բացատրել, թե այդ մարդիկ ինչի են չար։ Դա շատ պարզ է, սիրո բացակայություն, ով ինչ ուզում է ասի, էլ չկայացած, չստացված, չկա տենց բան, իրանք չսիրված են, չսիրված լինելը բերում է այդ ներքին բարդույթներին եւ ներքին տրանսֆորմացիաներին, որովհետեւ չի կարող, դա անհնար է, կինը եթե սիրված է, եթե իր կողքը ունի սիրող ամուսին, սիրող տղամարդ, եթե ընտանիքում ինքը երջանիկ է, չի կարող այդ կինը նստել եւ հայհոյան գրել, եթե ինքը խփնված չի կամ հոգեկան հիվանդ չի կամ ինչ որ շիզոֆրենիկ չի կարող, այդ ամենը սիրո պակասից է, ցավոք սրտի, ես շատ երկար եմ զբաղվել նաեւ որպես լրագրող սոցիալական այդ շերտերով, նաև կանանց հիմնախնդիրներով, ես եղել է շատ երկար ժամանակաշրջան իմ կյանքում նաև պատգամավորական գործունեության, որպես մարդու իրավունքների հանձնաժողովի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որ ես օրեր եմ անցկացրել Աբովյանի կանանց եւ անչափահասների գաղութում, ես ժամերով զրուցել եմ հանցագործ կանանց հետ, ես ժամերով զրուցել եմ կնոջ հետ,
ով իր ձեռքով սպանել է իր 7-ամյա աղջկան մի հրեշտակ եւ որի նկարը այդպես իր խցի պատիներ կապուտաչա ու երբ որ հարցրել եմ ինչի էս արել, պարզվել է որ արել է որովհետեւ իր սիրեկանը ասելա քո հետ կամուսնանամ, այսինքն մենք ինչի որ պատտվում ենք իմ այդ տարիների ուսումնասիրությունը բերել է նրան, որ կինը դառնում է հանցագործ սիրո բացակայության պատճառով, կինը դառնում է չար սիրո բացակայության պատճառով, կինը դառնում է ատում է շրջապատին, այո, սիրո բացակայության պատճառով։ Գիտեք, ես շատ եմ ճամփորդում եւ իմ աչքը նաեւ լրագրողի աչք է ու ես գեղեցիկը տեսնում եմ, հա ինչ որ մի հատ սիրուն տեսարան, սիրուն փողոց, սիրուն սրճարան, որ տեսնում եմ, ուզում եմ նկարել եւ ուզում եմ այդպես սիրով դա փոխանցել իմ այն սոցիալական ցանցերի հարթակների ընկերներին, ովքեր հնարավորություն չունեն դա տեսնելու։ Եվ գիտեք, 99% կանայք են գրում, ես մեր փողերով ես գնում զվարճանում, հասկանում եք։ Դա հենց դրա մասին էի ասում։ Այո, դա զարհուրելի է։ Տիկին Զորաբյան, այ որ ասացիք, ես աչքիս առաջ մի բան եկավ, երբ որ ես գնում եմ դուրս այլ երկրներ, իմ աչքին նաև շատ զարնում է, այսպես աչքովս ընկնում է, նաև նրանց ընտանեկան ջերմ հարաբերությունները։ Տեսնում եք, չէ՞, ինչքան որովհետև կտրականապես տարբերվում է այն ամեն ինչ մենք այստեղ տեսել ենք։ Օրինակ, մեր ծնողները շատ են քննադատել եվրոպական օրենքները, ամերիկյան օրենքները, բայց ես ասում եմ, որ երբ որ ես դրսում եմ լինում, տեսնում եմ, որ իսկապես նրանց մոտ ընտանեկան միջավայրը բոլորովին այլ է, քան մեզ ներկայացրել են։ Մեր հայկական ընտանիքները, քանի որ դուք զբաղվել եք նաև այդ հարցերով, կանանց հիմնախնդիրներով, շատ լավ տեղյակ եք։ Մեր ընտանեկան այն մոդելը, որ տարիներ շարունակ եղել է, արդյոք այսօր գոյատևում է եւ արդյոք չկա նոր բան մտածելու, ընտանեկան նոր ձև մտածելու անհրաժեշտություն։ Տեսեք, ես շատ երկար եմ զբաղվել ընդհանրապես ընտանեկան բռնությամբ եւ Հայաստանի խորհրդարանում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ակտիվ մասնակիցներից եմ, ընդունվել է այն հանձնաժողովում, որը ես էի գլխավորում, ես զարհուրելի թիվ պիտի ասեմ, հայկական ընտանիքներում կանանց 70%-ից ավել տոկոսը ենթարկվում է բռնության տարբեր ձևեր եւ բռնությունը մենակ այն չի, որ sense բոքսեն, ճակատին կամ ծեծեն, բռնությունը դա տնտեսական է, կնոջը թույլ չտալ աշխատել, դա նաև հոգեբանական է, դա այո, մեծ իմաստով նաև հոգեբանական է, որ այս չպիտի հագնես, այս չպիտի հագնես, սրան չպիտի հանես, եւ այդ մոդելը, որը մենք սովորենք աշխարհին ներկայացնել, որ մեր ընտանիքի մոդելը դա լավագույնն է, չէ։ Այո, դուք էլ ես էլ շատ ենք լինում Եվրոպայում եւ տեսնում ենք այնտեղ ինչպիսի քնքշանք կա միմյանց հանդեպ, ինչպիսի քնքշանք կա երեխաների հանդեպ։ Հա, որոշ բաներ ինձ համար հասկանալի չէ, որ ասենք 50 տարիքում մայրը կարող է գնալ ծերանոց, դե այնտեղ մեր պատկերացրած ծերանոցը չի։ Ավելի շատ զբաղմունքի կենտրոնի նման է։ Այո, զբաղմունքի կենտրոնն է, հա, որ իրենք սիրում են առանձին ապրել, դա մեզ համար ընդունելի չէ, բայց ես գտնում եմ, որ դա ճիշտ է։ Ես գտնում եմ, որ այո, դա ճիշտ է, որովհետև կա սերունդների անհամատեղելիություն եւ դա երբ որ դու չես կարողանում դա հաղթահարել, դա էլ առաջացնում է կոնֆլիկտներ, նայեք վիճակագրությունը։ Քանի զավակ է իր ծնողին, հորը, մորը սպանում կամ տատին սպանել, սա զարհուրելի վիճակագրություն է։ Եվ այդ գալիս է մեր ընտանեկան մոդելի խեղաթյուրված ընկալումից։ Ես ունեցել եմ իմ ուսումնասիրության շրջանում որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ կին, որի ընկերուհիները զանգել էին, ասում էին պետքա փրկել, որտեղ ամեն երեկո 3 անչափահաս երեխայի ներկայությամբ ամուսինը սիգարետի տուփը բացում է, մի հատ վառում է, հանգցնում է կնոջ մարմնի վրա, հանգցնում է եւ երբ որ այդ մենք կնոջը փրկեցինք տարանք կանացի ապաստարաններից մեկը, հաջորդ օրը ինձ զանգել էր ոչ թե ամուսինը, ոչ թե
ամուսնու մայրը, այլ կնոջ մայրը եւ ինձ սպառնում էր, ասում էր դա իմ աղջկա ընտանիքն է, դուք ինչ իրավունք ունեք ձեր քիթը խոթելու իմ աղջկա ընտանիքի մեջ։ Այնպես որ եկեք, ինչպես միշտ մենք մեր ամեն ինչը այսպես, հա, այսպես կոծկում ենք, իդեալականացնում ենք ընտանեկան մեր մոդել, ես ասում եմ, հայ կանանց 70-ից ավել տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության այս կամ այն ձևի։ Այ հենց դրա մասին էր խոսքը, որովհետև մենք անգամ երբ որ մեր զրույցներից գոնե երկուսը նվիրված են հենց ընտանեկան բռնությանը, այսինքն կոնկրետ կանայք են, ովքեր պատմում են, թե ինչպես են ենթարկվել բռնության եւ անգամ այդ դեպքում քննադատող մեկնաբանությունները քիչ չեն։ Ինչու ես դիմացել, ինչի ես այդքան ապրել եւ բոլոր այս զրույցներում կարմիր թելի պես պտտվում է այն, որ ծնողները չեն ընդունել հետ իրենց աղջկան։ Այո, եւ ես շատ եմ այդ կանանց, այդ հիմա էլ ինձ շատ դիմում են եւ ես շատ իրանք վախենում են, որովհետեւ շատ դեպքերում մենք մեր ընտանիքներում, նաև մենք մեր երեխաներին, իհարկե իմ ընտանիքում այդպես չէ, մենք դարձնում ենք սոցիալական հաշմանդամ, իրանց փոխարեն ամեն ինչ անելով, իրանց փոխարեն իրենց բոլոր խնդիրները լուծելով, մենք իրենց դարձնում ենք սոցիալական հաշմանդամ, եւ երբ որ սոցիալական հաշմանդամ այդ քո երեխան, հա, գնում է մի տեղ, որտեղ իրեն վատ են վերաբերում, ինքը արդեն չի կարող, մենք իրեն զրկել ենք ինքնուրույնությունից, իր համար որոշել ենք ինչ դպրոց պիտի գնա, իր համար որոշել ենք ինչ բուխ պիտի ընդունվի եւ ում հետ պիտի երբեմն ամուսնանա, ում հետ պիտի ամուսնանա երբեմն, եւ երբ որ այդ արդեն ինքնուրույնությունից զրկված քո երեխան գնում է մի ընտանիք, որտեղ իրեն վատ են վերաբերում, ինքը դա հանդուրժում է, որովհետեւ ինքը այլևս չի կարող, մենք իր թևերը կտրել ենք, մենք իր թռնելու թևերը, իր երազելու, իր ինքնուրույն ապրելու, նաև սխալվելու, նաև ընկնելու, ոտքի կանգնելու հնարավորությունը վերցրել ենք, դրել ենք իրեն ջերմոցի մեջ եւ դրա համար այդ երբ որ ինքը ընտանիքում, երբ որ գնում է, ամուսնանում է եւ ենթարկվում է բռնության եւ վախենում է այդ ընտանիքից, այդ բռնությունից, հա, մի տեսակ ստոկհոլմյան սինդրոմ է աշխատում, հա, ինչ որ կապվածություն քեզ խոշտանգողի հանդեպ, որովհետև կա վախ, բա ես ինչ եմ անելու, այսինքն սա շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ թեմա եք բացում, որը շատ երկար այսպես սա մի հատ համակարգ է, ենթակառուցվածք է։ Լուծում չկա։ Իմ կարծիքով այս պահին չկա, որովհետև մենք շարունակում ենք այդ ընտանիքի մոդելը ունենալ, որտեղ քո բռնարար ամուսնու հանդեպ գնալ ոստիկանություն եւ դիմում գրելը պախարակելի է։ Ես երբ որ մենք ընդունեցինք ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, տարի ու կես հետո ես ոստիկանությունից վիճակագրություն պահանջեցի հասկանալու համար օրենքի ընդունումից հետո օրենքով քանի կին է իրան պաշտպանված զգացել եւ երբ որ իր հանդեպ ընտանիքում բռնություն է եղել, գնացել եւ դիմել է ոստիկանություն, աննշան էր աճել թիվը, այսինքն էլի կինը շարունակում է մտածել, որ վայ որ գնա, հարևանները ինչ կասեն, շրջապատը ինչ կասի, ընդհանրապես այդ հանրային ես հասկանում եմ շատ կարևոր է, հատկապես հանրային դեմքերի համար, հանրային կարծիքը շատ կարևոր է, չէ, որովհետև մի հատ ֆեյքով կարող են այնպես մի հատ աուրա ստեղծել քո հանրային ընկալման շուրջ, որ ամեն օր ասես, ես տենց բան չեմ ասել, միևնույն է, ես ասեմ քանի տարի ասում եմ, սիրելի հայրենակիցներ, ես ժողովրդին ժեղ չեմ ասել, ժեղ բառը չեմ ասել, չկա, դուք չեք կարա բերեք մի հատ վիդեո, տեսանյութ, որտեղ ես ասել եմ ժեղ, բայց ինչ արեցին, վերցրեցին իմ խոսքից մի հատ կոնտեքստ, կտրեցին կոնտեքստից, որտեղ ես ասել եմ նա ով ասում է թուրքը գա իմ երեխուն մորթի, մենակ ես իշխանությունը մնա ժեղա, այդ առաջի հատվածը հանեցին, ասեցին Նաիրա Զոհրաբյանը ձեզ ասել է ժեղ եւ այդպես այդ կլեյմոն, բայց ես առաջ դա շատ ծանր էի տանում, հիմա ես բացարձակ թեթև եմ տանում, adekvat մարդիկ կհասկանան, որ ես իրանց ժեղ չեմ ասել, սփյուռքահայերին էլ լափակեր չեմ ասել, տղա էլ չունեմ, չեմ էլ պատրաստվում ունենալ առաջիկայում տեսանելի առնվազն այս կյանքում հասկանում եք, բայց այդ որ ինչ որ այդ սխալ ինֆորմացիան այդ որ պտտվում է հասարակական կարծիքը ինչպես կտորը երկինք ֆիլմում ասում է համայնքը զորավոր է։ Այո, համայնքը զորավոր է, այո։ Ես ասել եմ, ինձանից առաջ այստեղ նստած էր Ադամի, իմ սիրելի Ադամ Սահակյանի մայրը Գայանեն։ Ադամը
եւ Ադամները փոխել են իմ կյանքը 44 օրյա պատերազմի տղաները փոխել են իմ կյանքը ես հիմա ապրում եմ այսօր իմ հարազատները ողջ են առողջ են աղջիկս ողջ է թորնիկս ողջ է առողջ է բոլորը լավ են եւ ես երջանիկ եմ որովհետեւ ես գիտեմ որ Ադամի նման հրեշտակը մի վայրկյանում կարող է չլինել որ Մխիթար Գալեյանի նման այն մյուս հրաշալի տղաների նման հրեշտակները մեր հրեշտակները մի ակնթարթում կարող է չլինել իրանք ինձ սովորեցրեցին լինել երջանիկ եւ ես ամեն անգամ երաբլուր գնալուց այդ տղաներին ասում եմ ես ձեզ երախտապարտ եմ դուք ինձ սովորեցրեցիք այդ անհեթեթությունների վրա էմոցիա չծախսել ով ինչ կասի ով ինչ կգրի ով ինչ կմտածի վայ վաղ ինչ կլինի վաղ երեք ինչ եղավ երեկն է վաղ ինչ կլինի վաղն է այսօր ապրի այստեղ եւ հիմա սա է իմ կարգախոսը Ես մոտ օրերս ձեր հարցազրույցներից մեկն էի լսում, որտեղ դուք պատմում եք այն մասին, որ երբ որ դուք լրագրող էիք, երբեմն դուք եք այնպիսի տեքստեր գրել, որոնց պատճառով մարդիկ վիրավորվել են, նեղացել են, անգամ հիվանդանոցում են հայտնվել, ուզում եմ հասկանալ, այդ ժամանակվա ու այս ժամանակվա դուք տեսեք, ինչքան տարբեր եք իրարից։ Շատ տարբեր, ես ասեցի, այն ժամանակ ես հիմա էլ եմ մաքսիմալիստ, հիմա էլ եմ պերֆեկցիոնիստ, բայց այն ժամանակ ես այսպես քանի որ նաև հայկական ժամանակում էի աշխատում, իսկ այդտեղ էպատաժը, սկանդալը, այդպես աղմուկը առաջի գծում էր, ես չէի մտածում, որ ինչ որ մի նյութ գրելով կարող եմ այնպես վիրավորել օրինակ այդ ժամանակ արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բաղդասարյանին, որի մականունը Լոնդիկ էր, այդպես ասեմ, ժողովուրդը կիմանա, որ մարդուն սրտի կաթվածով կտանեն հիվանդանոց։ Հասկանում եք, այդ ժամանակ ինձ համար կարևոր է այդ էպատաժը ստանալն էր, այդ սկանդալը, որ բոլորը բացեն հայկական ժամանակը։ Հասկանալ դա կյանքի փորձով եկավ։ Այո, ասեն, այս ինչ ա գրել Նաիրա Զոհրաբյանը, բայց ես չէի մտածում, որ իմ բառը կարար մարդուն ցավ պատճառել եւ 99%-ով դա այդպես էր լինում եւ պատահական չէր որ Ծաղիկ Ռուբոն իմ անունը եւ մյուս մի քանի այդպես լրագրողների անունը դրել էր ասում էր դուք լրագրող չեք դուք լրագրող քիլերներ եք դուք քիլեր եք դուք մարդասպան եք այո որտեվ բառը կարա նաեւ մարդ սպանի հասկանում եք եւ ես չգիտեմ ինչից եղավ այդ ամեն ինչը եթե շատ անկեղծ ասեմ ես շատ այսպես ռադիկալ փոխվեցի 44-ից հետո 20 թվականից հետո ռադիկալ ես իմ արժեքային ամբողջ արժեքային համակարգս փլուզվեց այդ ժամանակ շատերի մոտ եղավ այո ես տեսնում եմ որ շատերի մոտ եղավ եւ մի նոր արժեքային համակարգ ձեռք բերեցի որտեղ ես գնահատում եմ ամեն վայրկյանը ամեն րոպեն նախորդին իմ ծանոթ լրագրողներից մեկը ինձ հարցնում է ասում է լավ, բայց այդքան լավ է քո համար, որ դու քեզ, ասեմ, չէ, լավ ես, ասեմ, հայ ես ինձ լավ եմ զգում, ես ինձ եթե ինձ հարցնեք ամեն օր, ամեն ժամ, ես ինձ երջանիկ զգում եմ, ես կասեմ այո, ասում եմ, բայց ես իհարկե տեսնում եմ, ես իհարկե հասկանում եմ, ես իհարկե ունեմ դժվարություններ, ես չգիտեմ վաղը չէ մյուս օրը ինձ հետ ինչ կարող է լինել, իմ ընտանիքի հետ, ես այդ իմ պրոգնոզները ունեմ, որ շատ դեպքերում անկանխատեսելի է, թե վաղը ես այդ հնարավորությունը կունենամ, թե չէ, բայց ես վաղը թողել եմ վաղվան, ես վաղվան մասին չեմ մտածում։ Ապրում եք այսօր եւ այստեղ։ Ապրում եմ այսօր, այստեղ եւ հիմա, վերջ։ Դե քանի որ խոսեցինք հայկական ժամանակի այդ շրջանից, ես ուզում եմ նաեւ խոսենք ձեր եւ ձեր ամուսնու հանդիպումից, ճիշտ է խոսել եք, բոլորը գիտեն ով էր ձեր ամուսինը, առաջին հանդիպումը տեղի է ունեցել, երբ դուք գնացել եք այնտեղ աշխատանքի ընդունվելու եւ դիահերձարանից նյութ եք պատրաստել, բայց ուզում եմ հասկանալ այ առաջին ազդակը դուք եք նկատել, թե նա է նկատել, զգացմունք որպես։ Գիտեք, շատ կարևոր հարց տվեցիք, այդ մասին երբեք չեմ մտածել, 92 թվական հոկտեմբերի 17 լավ հիշում եմ, երբ որ Երվանդ Բոզոյանը, իմ լավ ընկեր, ինձ տարավ, ասեց Արշապաթաթերթ կա, Պասկևիչյան Տիգրանն էր Սամվելից առաջ խմբագիրը, հետո Սամվելն էր Մկրտչյան,
Ես առաջի տպավորությունը բացարձակ ինձ վրա ինքը տպավորություն չի թողել, ես մտածել եմ դե մարդ է էլի, ասենք ես էլ ամուսնացած էի, արդեն երեխա ունեի։ Այդ ժամանակ դուք ամուսնացած եք, հա։ Այո, ես եք, շատ տարիքում եմ ամուսնացել, բժիշկ էր իմ ամուսինը, առաջին, հա, ես արդեն 2 տարեկան աղջիկ ունեի եւ 2 թե 4 արդեն չեմ էլ հիշում, հա, 4 19 եք ամուսնացել։ Հա, 4, այո։ Եվ բացարձակ տպավորություն չի թողել Սամվելին վրա, բացարձակ զուտ հետո արդեն որ սկսեցի աշխատել, 2-3 ամիս հետո զգացի իր էներգետիկան։ Ինքը բացարձակ, գիտեք, տենց լինում է, չէ, որ երկու մարդ պարզապես ծնված են իրար համար։ Իրանք համ իրար ցուցված են, համ իրար հակացուցված են, որովհետև մենք երկուսս էլ պայթունավտանգ կերպարներ ենք, երկուսս էլ հիմա է ես որ էքստրեմալիստ չեմ, ես եթե ահաբեկիչ լինեի, ես կլինեի երևի աշխարհի ամենահզոր ահաբեկիչը, որովհետև ես ծայրահեղական եմ ամեն ինչում, սիրո մեջ ծայրահեղ եմ, ատելության մեջ ծայրահեղ եմ, երջանկության մեջ ծայրահեղ եմ, վշտի մեջ ծայրահեղ եմ եղել։ Այդ ժամանակ նույնն էլ ինքն էր, հասկանում եք, մենք շատ իրար նման էինք բնավորությամբ, իսկ այդքան Այդ շատ դժվար է, երբ որ մարդիկ իրար դա անհնար է, մենք ամբողջ օրը այսպես կոնֆլիկտների մեջ էինք, մենք ամբողջ օրը այդ կատաստրոֆիկ էմոցիաների մեջ էինք։ Բայց ով խոստովանեց Սամվելը առաջինը, բայց ես արդեն պատրաստ էի սիրո։ Արդեն զգացել եք։ Հա, եւ ես քանի որ սուտ չեմ խոսում երբեք, ես հենց այդ օրը, երբ որ զգացի, որ այդ մարդուն սիրում եմ, ես այն տանից, որտեղ ես շատ ինձ լավ վերաբերվում էին, շատ լավ մարդիկ էին, որոնց հետ ես մինչև հիմա ունեմ ընտանիքի հետ շատ ջերմ հարաբերություններ, իմ աղջկա հոր հետ շատ նորմալ հարաբերություններ, ես իմ իրերը վերցրել եմ եւ դուրս եմ եկել, որովհետեւ ես չեմ կարող, ես այսպես այդ 22-23 տարին դա մի հատ խելահեղ հորձանուտ էր, որ ես չեմ կարող, ես նույնիսկ մտածում եմ, որ մի օր կարելի է գիրք գրել այդ խելահեղ սիրո մասին, հա, բայց դա այնքան խելահեղ էր, Սամվելը այդ ժամանակ գիրք գրեց փոքր ավետարան ըստ Հուդայի եւ ապշելու բանը այդ գիրքը ֆինանսավորեց շշմելու բանը ասեմ չեք հավատա Արամ առաջի կաթողիկոսը ես մտածում եմ ասում եմ սան վերնագիրը փոխի ավետարան ըստ Հուդայի Արամ առաջի կաթողիկոսը Կիլիկիո չի ֆինանսավորի բայց ֆինանսավորեց Արամ առաջի կաթողիկոսը եւ այնտեղ ամբողջը այլաբանությամբ իմ ու Սամվելի սիրո պատմությունը այնտեղ հերոսը Նառաչի Սառայ է հասկանում եք եւ այնտեղ վերջում վերջի կադրում Սառան կրակում է գլխավոր հերոսին ես իհարկե ամեն ինչ արել եմ որ Սամվելը ապրի որովհետև երբ որ Սամվելը մահացավ Սամվելի գրող ընկերներից մեկը ասեց այդքան այդպես քեզ մի սպանի ինքը գնացող տղա էր ինքը դեռ 20 տարի առաջ պիտի գնար 20 տարի դու երկարաձգել ես իր կյանքը որտեղ ինքը սիրում էր խմել ինքը մենք մահվանից մի քանի օր առաջ երբ որ ես իր թղթերը ուղարկեցի Լիոն Ջորջ Քեփենեկյանին որը նախ փոխքաղաքապետն էր Լիոնի հետո շատ լավ բժիշկ էր եւ այդտեղ Լյարդի կլինիկայում քաղցկեղի թղթերը նայեցին եւ ասեցին մի բերեք հնարավոր չի ես Ջորջին հարցրեցի Քեփենեկյան իսկ հրաշք հնարավոր է ասեցին միայն հրաշքը հնարավոր ասեցի միայն հրաշքի համար մենք գալու ենք եւ շատ լավ հիշում եմ երբ որ գնացինք դեկտեմբերի արդեն 4-ն էր երբ որ ամբողջ ուրեմն հետազոտությունները արվեց լավ հիշում եմ Ջորջ Պերևերժի է իր բժշկի անունը եկավ դե մենք Սամվելի գրքերը նվիրել էինք ինքը հիացած էր կարդում էր անգլերենը ծնկեց Սամվելի առաջև ձեռքը բռնեց Սամվելը հարցրեց ասեց ապրելու շանս ունեմ ասեց չէ իրեն ասեց որ չէ այո ես այդ պահին գիտես ոնց ատեցի այդ բժշկին ես սենց ուզում էի այդ պալատում այդ բժշկին Ջորջ Պերևերժեին սպանել երբ որ ինքը դուրս եկավ սենյակից շատ ծանր լռություն տիրեց ու ես մտածում էի լավ ինչ խոսանք այդ ընթացքում լավ հիշում եմ ֆուտբոլի աշխարհի առաջնություններ ու Սամվելը պուլտը միացրեց ես գնում գալիս էի ինքը հանգիստ ասեց մեփակի իր լեննականց ու ակցենտով բանար խանգարես գնային կողմ ու ինքը կլանված ֆուտբոլներ նայում ու
կարծեմ Բարսելոնան էր խաղում ու ես մտածեցի, ասեցի, ինչքան պիտի հզոր լինի մարդը, որ այդ լուրից հետո ինքը կլանված նայի են ինչ որ սիրում է, ու երբ որ ես սկսեցի լացել, ինքը ասեց, լավ, ինչ ես լացում, ասեց, դու ամեն ինչ կարաս, ասեց, հա, ես կուզենամ ապրեմ, ինձ ասեց, դու ամեն ինչ կարաս, եթե կարաս, նենց արա որ ապրեմ, բայց եթե չապրեմ էլ, ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում։ Հետո եկանք արդեն 2 օր հետո, որ ասել էին ոչինչ հնարավոր չէ, իհարկե քիմիայի կուրս վերցրեցինք, որ այստեղ ստանանք, հետո դա ես նվիրեցի այդ ամբողջը, որտեղ չօգտագործեցինք, դեկտեմբերի 7-ին երկրաշարժի ուղիղ օրը եւ ժամը իր սիրտը կանգնեց ու իր աչքերը փակեցի ես։ Իդեպ այդ ուզում էի ասել, ես լսեցի նաև որ եւ ձեր հայրիկի Ողքին եք եղել։ Այո, ինձ համար դա ես չգիտեմ ինչա։ Իմ հայրիկին ես շատ եմ սիրել, շատ, որտեղ ինքը այնքան մեղմ, այնքան, օրինակ իմ մաման իմ նման է, շատ այդպես ակտիվաբան, իսկ հայրիկս շատ զուսպ, շատ ամաչկոտ, ինքը մաթեմատիկ էր մասնագիտությամբ, հա, ու հայրս, որ մահացավ, նայում էր իմ աչքերին, որտեղ ես միշտ բոլորի մոտ այդպես է, երևի ուժեղ եմ, ընդհանրապես ես նումերալոգիայի չեմ հավատացել, դա ինձ համար միշտ ծիծաղելի բան է եղել, բայց հիմա որ նայում եմ 8, ես մայիսի 8-ին եմ ծնվել, 8 թվի ծնվածները ինչ որ հատուկ այդ Սատուրնի, հատուկ կարմա ունեն, իրանք շատ ուժեղ են, իրանք ես զգում եմ, որ ես ես այդպիսին եմ, որտեղ իմ ամբողջ ընտանիքի հոգսը իմ վրա է, ասենք Սամվելը ինքը ստեղծագործող մարդ էր, ես գնում էի Տեխասմոտրը անում էի, գնում, ասենք ծիծաղելի բան պատմեմ, ասենք գնում ես անընդհատ իրան տանում էի ստուգման, որպիսի իր մոտ լյարդի ցերոզ էր, որպիսի այն պահը, երբ որ ցերոզը փոխվի քաղցկեղի, մենք կարողանանք բռնենք, որտեղ ինքը խմելը չէր թարգելու, ու ասենք ինքը այսպես պարկում էր, բժիշկը լավ հիշում եմ Արմեն Կարպիչը, Աստված հոգին լուսավորի, հարցնում էր Անուն ազգանուն, ես ասում եի Սամվել Մկրտչյան, ծննդյան թիվ, ես ասում եի, էս ինչ բողոքներ ինքը ջեր էր խոսում, բացարձակ ինքը լռում էր, մեկ ասենք, որ երբ որ խմում էր, ասում էի, այո, ամեն օր մենք ասում էի, դե արդեն միջամտում էր, ասում էր, էդի սուտ գսե, բան, ուզում եմ ասեմ, ինքը մինիմալիզացրել էր իր գործողությունները, որտեղ բայց ինքը մեղավոր չէր, ես ամբողջ իմ վրա էի տամբարձ, ես ինչ, Տեխասմոտր, չգիտեմ ինչ, ես արդեն դարել էի կլուչի մասնագետ, մեքենայի ես բոլտը սենց, մեքենայի ես ինչը սենց, հասկանում եք, ես հասկացա, որ այդ 8 թվի ծնվածների կարման է, որ իրանք իրենց վրա ամեն ինչ վերցնում են, բայց իրանք կարմիկ կերպարներ են, որ շատ մեծ այդպես ազդեցություն են թողնում այն մարդկանց կյանքի վրա, ում իրենց ճանապարհին հանդիպում են։ Գիտեք ինչ, մի անգամ որտեղից հատկապես հաստատ որոշեցի, որ պիտի ձեզ հրավիրեմ, անկեղծ եմ հիմա խոսում, չնայած ես միշտ եմ անկեղծ, բայց մի ինչ որ հարցազրույցում լսեցի, որ դուք խոսում էիք այն մասին, որ տղամարդը երբևէ իրավունք չունի չպատասխանել կնոջ հեռախոսազանգին։ Ու այդտեղից ես հասկացա, որ մենք շատ մեծ թեմա ունենք քննարկելու, այ հետաքրքիր է։ Ասում եք շատ բարդ եք ապրել այն առումով, որ երկուսդ էլ նույնպիսին էիք եւ անընդհատ կռիվներ էր խանդի հողի վրա, ճիշտ եմ հասկանում։ Այո, որտեվ ասենք 3 րոպե, ասենք եղել է իրավիճակ, ասենք որ երթուղայինով գալիս էի հայկական ժամանակ, ինքը հաշվում էր 5 րոպե տնից կանգար, լավ 5 րոպե ասենք երթուղայինը ուժ գա բան, 10 րոպե, 20 րոպե հայկական ժամանակ, ես արդեն եթե հանկարծ ասենք դե լինում է երթուղայինը ուշանում էր, ես սոտովին դնում էի վառորդի ականջին, ասում էի խնդրում եմ, էլի խնդրում եմ, ասեք, որ ես, այո, ասեք, որ ես երթուղայինի մեջ եմ։ Դա կամ խանութում եմ, տվել եմ հաց վաճառողին, դա մշտապես դա մեն, ու ես արդեն անընդմեջ այդպես է եղել։ Ինձ ասում են, լավ չես ամաչում, ասում չէ, չեմ ամաչում, որովհետև հետագա սկանդալը, որ ես պատկերացնում եմ, այս ամոթը ավելի քիչ է, որ ասեմ, ասեք էլի, որ ես ձեր խանութում եմ, ասեք էլի, որ ես սոխ եմ առնում հիմա, հասկանում դա մշտապես այդպես է եղել։ Դուք էլ եք նույն ձևի խանդում։ Հա, ես պաթոլոգիկ այդպես եմ եւ դրա համար եմ ասում, ես քանի որ սովոր եմ, որ ես օրվա որ ժամին զանգում էի Սամվելը պետքա վերցներ, ինքը որ ես ասում եմ ջրի մեջ, օդի տակ, կապ չունի, վերջ, ես Ստրասբուրգում գնում էի նիստի, Skype-ը միացրած, ինքը թարգմանում էր գիշերը, ինքը պիտի տեսներ միջև առավոտ ես ոնց եմ քնած։
24 ժամ կամերան եղել է միացրած։ Լուրջ է կոս։ Գնում էինք ճաշի պատվիրակությունով, Դավիթ Հարությունյանը, ասենք զանգում էր, ես արդեն ամաչում էի, հեսա դեսերտը ուտենք դուրս գանք, հեսա չայը բար, մի օր Դավիթը վերցրեց հեռախոսը, ասեց Սամ ջան, առանց կատակի եմ ասում, արի իրա վրա դու ժուչոկ դիր, որ մենք հանգիստ պատվիրակությունով հաց ուտենք ու մեր ասում էր լուրջ էր ասում։ Հա, գործը անենք։ Ես անթա հեսա 5 րոպեից դավ չենք վեկենում, հեսա, ասինքն դա եղել է 23 տարի մշտապես։ Բայց այդ ձեզ չէր խանգարում։ Ես սովոր էի արդեն, եթե դուք նկատեք ազգային ժողովում, այդ կադրերը կա, ասենք վերցնում է հեռախոսը, ելույթի ժամանակ ասում է կյանք հեսա կզանգեմ։ Ելույթի ժամանակ, որտեվ ելույթի ժամանակ ես պետքա պատասխանեի։ Այդ կադրը ես մի օր գտնելու եմ եւ դնեմ։ Հա, այո, բայց այտենց ապրել հնարավոր է։ Օրինակ հիմա որ դուք ասում եք, ես պատկերացնում եմ դա շատ ծանր է, դրա համար ես կարող եմ աբսուրդ բան ասեմ, հիմա ես չեմ ուզում, որ իմ կյանքում որևէ մեկը լինի, որովհետև ես այնքան մեծ սեր եմ ունեցել, այնքան այս սենց այդ ապրումները ունեցել եմ, որ ես հիմա, որ ինձ չեն հետևում, ինձ չեն հետապնդում, ինձ չեն զանգում, ես կարող եմ հեռախոսս անջատել ու քնել, հեռախոսի զայրատկան ընկածներ կամ հեռախոսս անջատել, ես դա արդեն պատկերացնում եմ ինձ ինչա սպասվում։ Դա հնարավոր չէր։ Բայց մի հարց դա եղել է շատ տարիներ եւ բայց սկսվել է շատ տարիներ առաջ։ Այո, միշտ։ Հիմա եթե հանկարծ պատկերացնենք ինչ որ մի հարաբերություն, պատրաստ եք էլի նույնին, թե արդեն դուք եք փոխվել։ Այսինքն ուզում եմ հասկանալ, նայելով հետ տարիքից, կյանքի փորձից, նույնը կանեք, թե տեսեք, այս վերջի տարիներին իմ կյանքում եղավ մի տղամարդ, որի հանդեպ ես ունեի էմոցիա։ Հենց նա էր, բայց քանի որ ես սովոր եմ, որ ես զանգեմ, պետքա վերցնեն։ Դե ինքն էլ մտածում էր, հիմա զբաղվածա չի վերցրել կամ լողանումա չի վերցրել։ Ես այդ մարդուն ռադ եմ արել միայն նրա համար, որ ինքը լողանում է եւ իմ հեռախոսը չի վերցրել։ Շատերը ասում են դա իդիոտիզմ է, մարդը լողանում է, հեռախոսը չի տարել դուշ։ Ասել եմ, եթե ես տանում եմ, ուրեմն ինքն էլ պետքա տաներ։ Այդպես եմ ես։ Եվ քանի որ ես չեմ կարող փոխվել, եւ քանի որ ես չեմ ուզում փոխվել, որովհետեւ այո, ես մաքսիմալիստ եմ, եթե ես հեռախոսը ինձ հետ տանում եմ լոգասենյակ եւ իմ սիրած տղամարդը զանգում այս փրփուրների մեջից պատասխանում եմ, նույնը պետքա լինի նաեւ ինքը, եթե չէ, հաջողություն։ Ես շատ հեշտ եմ փակում դռները։ Ես դրա համար եմ ասում, իմ մեջ այդ վերքերը, ես իմ վերքերը լիզելով անընդհատ ես ինչ-որ կենթանական կատվային բան ունեմ, ես շատ արագ իմ բջիջները վերակենթանանում են, իմ մեջ ինչ-որ տապալված, կործանված սերերի տրավմաներ, եթե այդ ամեն ինչը ես իմ մեջ կուտակեմ, ես կչարանամ, ինչպես այդ չար կանայք են, այո, դա ծանր բան է, չէ, ես, չէ, հարմար չի քեզ, դու լողանում ես, կամ դու զբաղված ես, կամ դու քո ընկերների հետ խոսում ես, եթե կա քեզ համար ավելի կարևոր, ինձ համար դա է վատ, ես հասկանում եմ, որ դա վատ է, եթե կա տղամարդ, ես իր համար պիտի լինեմ ամենաառաջի կետում, եթե առաջինից մի քիչ ներքևա, ասենք գործնա, լողանումա, հաց ուտի հետո կզանգի, կամ բան, վերջ։ Ու դուք եք նույնը անում, այսինքն։ Եվ տալիս եք եւ պահանջում եք։ Ես տալիս եմ, եթե ես այդպեսին չլինեի, ես ոչ չէի ասի, դու այդպեսին պետք է լինես։ Ու ես այդ դուռը փակում եմ, ու չեմ ափսոսում։ Ինձ ասում են, հա դու լավ խոբան չես, հիվանդ չես, մարդը լողանում այլ, ասեմ, ինչ չի հետաքրքրում, վերջ, չկա, չկա ոչ մի տարբերակ, որին կարելի է ներել։ Ինձ համար չկա, դե դավաճանության մասին չեմ խոսում։ Բնականաբար, պարզ է։ Իմ դեպքում տենց բան չի կարա լինի, չէ, մի անգամ կարող է ասի լողանում էի, մի անգամ կարող է ասի դե տղաների հետ էի, ամաչեցի վերցնեմ, որտեվ դու աչոտ ես պահանջելու, ամաչեցի վերցնեմ տղաների մոտ աչոտ տամ, վերջ, երրորդ անգամ ես բոլոր տեղերում բլոկում եմ, ջնջում եմ ամեն ինչից, սոցիալական ցանցերից, հեռախոսներից եւ ջնջում եմ եւ ընդհանրապես էլի ես հետ չեմ նայում, չէ, կանայք կան, որ ասենք մտնում են իր այդ նախկին տղամարդու սոցիալական ցանցը նայում են, բան չէ, բացարձակ, քանի տարի է անցել, նույնիսկ հետաքրքիր չի, ողջ է թե ողջ չի, բացարձակ հետաքրքիր։ Շատ հետաքրքիր է, մի հարց մոտս առաջացավ, երկար տարիներ ձեր ամուսնու հետ ապրել եք եւ բնականաբար ես պատկերացնում եմ արդեն, երբ որ այդ տիպի հարաբերություններ են, այսինքն ամեն վարքյան իրարից տեղյակ եք եղել, իրար հետ, ամեն ինչից։
Մյուս կողմից էլ ասում եք hashtag հաղթարում, ձեզ ինքներդ ձեզ բուժում եք։ Այո։ Բայց այս դեպքում էլ այդպես եղավ, Ոչ։ որ ինչ տեղի Դա ունեցավ, երբ որ կատաստրոֆա է, դուք դե այդ սերը չես հենց այդ եմ համեմատի։ ասում։ Չէ, այն ինչ որ եղավ Սամվելից հետո, շատ հետո, դա չես համեմատի, դա դե ես Որտեվ այդ դեպքում շատ մաքսիմալիստ ձևով նաև պիտի տանես այդ վիշտը։ դա վիշտ չէր, դա խելագարություն էր։ Ես մի ամբողջ տեսություն ուսումնասիրեցի, ինչպես հաղթահարել վշտի փուլերը։ Սկզբում գալիս է այդ չարությունը, այդ ագրեսիան, բողոքը Աստծու դեմ, որ ինչի է ստանում լավագույնին, նրան ով իմ կողքին է։ Հետո երկրորդ փուլ գալիս է շատ երկար ժամանակ ագրեսիան քո սիրած մարդու հանդեպ, որ դու ինձ թողեցիր մենակ։ Հետո գալիս է անարդարության զգացումը, որ այսքան վիժվածք տղամարդը, ես երկար տարիներ շարունակ տղամարդկանց ձեռքով չէի կարողանում բարևել, ես զզվում էի, որտեղ ինձ թվում էր բոլոր տղամարդկանց ձեռքը քրտնած է։ Ես Սամվելի կուրտկայով մեկին տեսա մի անգամ, ես գիտեի, որ ինքը չի, ես մի քանի կիլոմետր այդ մարդու հետևից մինչև պոլիտեխնիկ ինստիտուտ քայլել եմ, դա խելագարություն էր, ես չէի ուզում ապրել, ինձ տարանել հոգեբուժների մոտ, ես շատ երկար փուլ եմ, դրանք ինձ բացարձակ չօգնեցին, որ եւ ես հասկացա, որ ես ոչ մի հիպնոզի դա անհնար է, չէ, ինձ շատ օգնեց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայր Տեր Գրիգորը, եթե Տեր Գրիգորը չլիներ, ես Սամվելի մահից երևի 3-4 տարի հետո նոր կարողացել եմ այդ վիշտը կամած այդ ցավը կա քեզ հետ 4 տարի ինձանից դա խելագարություն էր չէ ինչ որ ասում եմ դա ինչ որ տենց էմոցիա է եղել դա սեր չի եղել եւ դրա համար այդպես հանգիստ ես շպրտեցի մի կողմ հասկանում եք չէ այդ իմ կյանքի ամենամեծ եւ միակ սերն է եղել եւ դա զարհուրելի էր առաջի 2 տարին ամեն օր երազում ես վազում եմ Սամվելի հետևից ու Սամվելը ինձանից փախնում է ամեն օր 2 տարի ես տեսել եմ նույն երազը խելագարության կարող ես հասնել այդպես փախնում է ես իր հետևից գնում եմ ինքը գոռում է ասում է գնա էլի գնա մի արի ասում եմ Սամ որ համարի 59 համարի չգիտեմ ինչի տպավորվել է երևի իր ծննդյան թիվն է ես լսել եմ որ 59 համարի ավտոբուսը գալիս է քո մոտ որտեղ է այդ ավտոբուսի կանգառը եւ այդ երազը ես տեսել եմ 2 տարի ամեն օր ու ես ինչի եմ հավատում որ կա կյանք մահից հետո, որովհետև ես եղել եմ այնտեղ, որտեղ Սամվելն է, ես չեմ կարող դա բացատրել, ես չեմ կարող այդ էմոցիան, ես տեսա մի օր երազում ինքը ասեց, լավ արի ցույց տամ, բայց հետ ես գնալու, ու ես հիշում եմ կարմիր ավազ ու ինչ-որ տուն, ու այդ խաղաղությունը, հիմա որ ես ուզում եմ, ես այդ զգացողությունը կա իմ մեջ, բայց ես չեմ կարա դա բառերով, ինքը գնում է, ես իրա հետևից, ինքը գնում է, ես իրա հետևից, ու ասես տեսար, հանգիստես դե հետ դար, ես դա տեսել եմ, ես դրա համար եմ հավատում, ինձ ով ինչ ուզում ասի, երբ որ իմ պապան մահացավ, 9-15 րոպեին իմ պապան մահացավ, երեկոյան 9-15 րոպեին եւ երբ որ իմ պապային թաղեցինք եկանք տուն ես մամաս աղջիկս եւ քույրերս տանը ուրիշ մարդ չկար դուռը փակ էր եւ գիտեք ինչպիսի գմփոցով ոնց որ 20 հոգի քացով հարվածի դռանը ասեցինք ես վայրենին ով է ես վազելով դուրս եկա մարդ չկար դա իմ պապայի հոգիներ ինքը եկավ տուն չկար, բարձացել եմ վերև, բարձացել եմ ներքև, մարդ չկար, իմ պապայի հոգին եկավ տուն և շատ երկար ժամանակ մենք այնտեղ պահարան ունեինք, պահարանի վերևից մենք այդպես ինչ-որ ոնց որ թղթեր խառնեն էլի, ես կարող եմ հիմա շատերը ասեն աբսուրդ է, չէ, ես դա ապրել եմ, ես դա տեսել եմ, երբ որ այդ Խաչատրյան փողոցի տնից մենք տեղափոխվեցինք Աբովյան փողոցի այս տունը, ես վիզուալ հիշում եմ ցերեկեր, տունը ռեմոնտ ենք վերանորոգում ենք, իմ պապան աստիճաններով բարձրացավ, նայեց, ասեց, հա լավ տուն է։ Ես իրան տեսել եմ եւ հակառակում ինձ որևէ մեկը չի կարող ապացուցել։ Միգուցե դրա համար ես սարսափելի վախենում էի
առաջ, երբ որ ես առաջի հարցազրույցը Սամվելի ինձ հանձնարարեց, արեցի դիահերձողի հետ, դա փորձ էր հաղթահարելու իմ վախը մահվանից։ Ես այդ մահվանից, որ դա անորոշություն է, դու աչքերդ փակում ես ու չկա, այս այդ չկան սարսափեցնում էր, բայց երբ որ ես տեսա որտեղ է Սամվելը, ես տեսա, որ կա կյանք, եւ ես տեսա, որ իմ պապաս որտեղ է, ես այդ ամեն ինչը տեսա, ես հիմա գիտեմ, որ կա կյանք մահից հետո եւ չի պիտի վախենալ մահից, նախ երբ որ մահը գա, դու իրան չես տեսնելու, հասկանում եք, դու չես զգալու դա, այսինքն դուք չեք հանդիպելու, դու այդ ցավը չես տեսնելու, եւ երկրորդ, ես հավատում եմ, որ չի կարող հոգին այդ էներգիան ինչ որ մի ձևով տրանսֆորմացվելու է մի այլ բանի, չէ՞։ Իսկ ձեր կյանքը եւ ապրելակերպը փոխվեցին այդ ամենից հետո, այսինքն երբ որ դու տեսնում ես 44 օրյա պատերազմը հասկանալի է, որովհետև շատ-շատերս այդ նույն բանի մեջով անցանք եւ իսկապես վերագնահատեցին կյանքը, բայց ձեր ամուսնու, ձեր հայրիկի մահից հետո այդ ամենից հետո շատ է փոխվել։ Իհարկե, Աննա ջան, շատ է փոխվել, որովհետև ես տարօրինակ չէ, այդ մասին խոսել եմ, ես հայտնի շոփինգագոլիկ էի։ Եվ դա բոլորը գիտեն, որ ես սիրում էի գեղեցիկ զարդեր, գեղեցիկ կոշիկներ, գեղեցիկ զգեստ։ Ես ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ 20 թվականի պատերազմից հետո ես մեկ հատ զգեստ ինձ համար չեմ գնել։ Ես երևի գնել եմ 3-4 հատ տարբեր գույնի վերնաշապիկներ, որոնց առավելագույն գինը եղել է 5 եվրո։ Մի հատ բան պատմեմ, Ամստերդամի, այո, չեմ գնում, Ամստերդամի Լեյդեն Ռեմբրանդի ծննդավայրում ենք, շատ սիրուն գյուղաքաղաք է ու մտանք թորնիկիս հետ խանութ, ես շագանակագույն մայիչկայի փնտրում, ասեց վայ հեսա կա, ասի նայի որ 5-7 եվրոից չանցնի, ասես լավ ամոթ, ասի 5-7 եվրոից ավել չլինի, բերեցին կասայի մոտ, մի հատ էլ կասայում զեղչվեց 1.5 եվրո, այո, ես այս վերջի արժեքը կյանքի լրիվ ուրիշ է հիմա, փոխվել է, այս վերջի ընթացքում ես երկու շատ ու Սամվելներ նվիրել, երկու շատ թանկարժեք ադամանդյա ականջողեր կորցրեցի։ Եթե դա լիներ նախկինում, տրամադրությունս կընկներ, ինչ որ դեպրեսիայի մեջ կարող անգնեի, բացարձակ դա ինձ դե կորելա էլի, հասկանում եք, այսինքն լրիվ վերարժևորվել է կյանքը։ Լրիվ ինձ համար կարևորը գնալ հիմա ես որ գնում եմ ճամփորդելու, ես արդեն ժամանակին, երբ որ падգամավոր էի, մեր խմբակցությունում շատ հարուստ падգամավորներ կային, Բարգավաճ Հայաստանի, եւ ինձ ռաբիս հիմնականում, բայց սենց քավոր կնգա, սենց զարդեր էին նվիրում, սենց կոլիեներ եւ այլն, հիմա էլ որ ոսկին թանկացել է, ես տանում եմ, դրանք հանձնում եմ, գումարը վերցնում եմ, իմ ու թորնիկի համար ինքնաթիռի տոմս եմ առնում եւ գնում եմ ճամփորդելու, այո, ինձ իհարկե շատ են հրավիրում տարբեր կոնֆերանսների, բայց երեխային հետս տանում եմ, իրանք իմ տոմսն են առնում, ես երեխայինն եմ առնում եւ ես բացարձակ ես հասկացել եմ, որ ումա պետք այդ բանկի պահատուփում դրած, ես տանել չեմ պահում զարդեր, բանկի պահատուփում դրած, ինչ որ մի հատ ռաբիս կամ ոչ ռաբիս զարդ։ Հիմա ոսկին աստղաբաշխական գին է, ասենք գրամը եսիմ ինչա, ասենք մի հատ մատանի վաճառում ես, չգիտեմ, հյուրանոցն էլ է դուրս գալի, ես հիմա հաճույք եմ ստանում ինչ որ գեղեցիկ հիմա չէ, դե պատերազմից հետո, ես պատերազմից հետո ապրում եք, ուղղակի ապրում եք եւ վայելում եք կյանքը։ Իսկ այդ թորնիկի մասին ասացիք, չեք սիրում շատ խոսել, բայց քանի որ այսօր անկեղծացել ենք, ինչպիսի տատիկ եք, էլի տենց մաքսիմալիստ տատիկ եք։ Չէ, մենք իրար հետ, գիտեք, ասենք ես իր հետ կատարյալ երջանիկ եմ։ Հիմա ասենք Փարիզից գնում ենք Քյոլ, որ զանգահարեցիք, ասեցի գնացքի մեջ եմ։ Քյոլնում եմ 3.5 ժամ այդ Եվրոստարով, ասենք մենք այնքան ենք ծիծաղում, որ արդեն կողքից բոլորը մեծ նկատողություն են անում։ Ես հիմա իմ կատարյալ երջանկությունը իմ թորնիկն է, որի հետ ես սիրում եմ ճամփորդել ու մենք ձեր աղջկա հետ էլ նույն հարաբերությունների մեջ եք։ Հա, բայց ինքը շատ զբաղված է, ես ավելի հիմա քիչ, հիմա ես եմ տնօրինում իմ ժամանակը։ Ինչքան հաճելի է, չէ՞։ Երբ որ դու կարողանում ես ինքդ քո համար ժամանակ գտնել։ Ահա որ հաճելի է եւ հիմա կարծում եմ
Եթե ուսումնասիրել եք, նաև գիտեք, որ նայել եք, որ ես հիմա ասեմ բիոխիմիկ եմ դառել։ Ես հիմա արդեն այն օրը ալքիմիայով էի զբաղվում, վերցրել եմ ռետինոլը, մաքուր ապտեչնի ռետինոլը, ինքը վիտամին A-ն է, փորձում եմ նիացինամիդի հետ խառնել եւ ստանալ անհրաժեշտ բաղադրություն դեմքի խնամքի համար։ Հիմա ինձ հարցնում են ի՞նչն է ձեզ հաճույք պատճառում, չէ, քաղաքականությունը ինձ էլ հարյուր դա իմ մասնագիտությունն է, դա այնա, որ ես պարտավոր եմ անել, այնա, ինչ որ ես պարտավոր եմ անել հատկապես միջազգային կառույցներում, մեր ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության համար, բայց այստեղ ինձ հաճույք է պատճառում հիմա դա, որտեվ ես տեսնում եմ արդյունքը, ես հաճույք եմ ստանում իմ ընկերուհիներին ասելուց, սա արա դեմքիդ պիգմենտացիան կանցնի, սա արա մասնագիտացել եք դրա մեջ։ Ես մի այլ ձևի մասնագիտացել եմ։ Եվ ասացիք, որ բացարձակ ներարկումներ չեք անում եւ այս ամեն ինչ, որ մենք հիմա տեսնում ենք, ձեր այդ աշխատանքի արդյունքն է։ Չեն հավատում եւ մի քիչ անհավատալի է, որտեղ արդյունքը շատ լավն է։ Այո, շատերը չեն հավատում եւ ես չեմ ուզում հիմա պլաստիկայով, կոսմետոլոգիայով զբաղվող բժիշկների աշխատանքին վնասել, որտեվ իրանք են ինձ հարցնում, նույն այդ բժիշկները այդ ներարկում անող, ոնց է հնարավոր այսպիսի արդյունք ստանալ, բայց այո, հնարավոր է եւ ես առաջիկայում հիմա իմ YouTube-յան ալիքը որ բացել եմ, առաջիկայում ես շարք եմ սկսելու եւ իմ այդ ուսումնասիրությունների արդյունքում եւ թե ինչ եմ ես գնում, որտեղից եմ գնում եւ ինչ նյութեր եմ ես օգտագործում, այո, հնարավոր է ունենալ այս տարիքում այսպիսի մաշկ, այսպիսի դեմք, այո, հնարավոր է։ Կարծում եմ նաեւ կուլտուրան պետք է մեր մոտ մտցվի, որովհետեւ մեր կանայք նախկինում այնքան էլ շատ չէին զբաղվում իրենք իրենցով։ Դա հիգիենա է։ Անա ջան, դա շատ ճիշտ հարց եք տալիս, որտեվ ասենք ինչպես լողանալը, ատամներ մաքրելն է, դա կուլտուրա է, չէ, դա հիգիենա է, դա նույնն էլ խնամքն է, որտեվ հաճելի է, չէ, երբ որ տեսնում ես խնամված կին, բայց տհաճ է, չէ, երբ որ դուրս ես գալի, տեսնում ես կներեք ճաքճքած կեղտոտ կրունկներով, եղունգները, մանիկյուրը կեսստեղ, տուշը ստեղ, աչքը ստեղ, շրթներքը ստեղ, չէ, այո, մենք պիտի կարողանանք նաև այդ մշակույթը, հա, որ ժամանակ գտնել զբաղվել նաև մեզնով։ Հավատացեք, ինձանից բազմազբաղ մարդ շատ քիչ կա, բայց ես ամեն օր եւ առավոտյան, եթե պետք է որ արդեն թորնիկս ամեն օր ասում է այդ ստուպենչիտից սկսել ես, ասեմ բան այդ աստիճանականը էլի, սկսել ես, որտեղ մեծ պրոցեդուրա է։ Այո, առավոտյան 2 ժամ, եթե պետք է ժամը 9-ին դուրս գալ, ես ժամը 5:30 պետք է զարթնեմ, ես 5:30 զարթնում եմ, որտեղ ամեն ակտիվից հետո, եթե ես անում եմ, ասենք տոներից հետո պետք է անցնի կեժամ, իրար վերա չեմ լցնում, դրանից հետո ամեն օր ռեժիմով ես այդ ամենը անում եմ, մեռածել լինեմ, ինքնաթիռից ժամը 4-ին իջնեմ լուսադեմին, ես իմ այդ դեմքի խնամքը պիտի անեմ, որտեվ եթե ես մի անգամ ասեմ, դե լավ հոգնած եմ, հավես չունեմ, դա կդառնա 2, դա կդառնա 3 եւ արդյունքում դուք չեք տեսնի այս արդյունքը, որը հիմա տեսնում եք եւ շատերը զարմանում են իսկապես։ Շատ հետաքրքիր զրույց է ընթանում, շատ թեմաներ կա։ Այո, այնքան կա խոսալու։ Մի օր նույնիսկ առաջարկում եմ, ես այդ իմ ակտիվները բերեմ այստեղ եւ միասին մի հատ մոդել ընտրենք, չգիտեմ, մեր սիրուն աղջիկը, եւ ես իր վրա ցույց տամ, թե ինչա պետք սկսել, ինչա պետք անել, եւ ես հավատացնում եմ։ Սիրով մի օր կանենք դա։ Այո, մի օր, որտեվ դա նաեւ մարդիկ ուզում են իմանալ։ Այնպես է թվում, որ մի որոշ ժամանակ անց դուք լրիվ մասնագիտանալու եք եւ գուցե զբաղվեք հենց կոնկրետ դրանով։ Ես անկեղծ ասեմ, ես հիմա փնտրում եմ հովանավոր, ով կհովանավորի, որ ես մի հատ փոքր այդպես ստուդիո ունենամ, դա ինձ հաճույք է պատճառում։ Այսօր ինձ 2 բան է հաճույք պատճառում՝ ճամփորդել եւ դեմքի խնամքը, եւ ես հաճույք եմ ստանում նաեւ ուրիշին փոխանցելով, թե ինչ անել, որ ես այնքան պիգմենտներ ունեի ժամանակին իմ դեմքին, չէ։ Հիմա դուք խոշորացույցով մի հատ էլ չեք գտնի, ասենք, հա, իսկապես մասնագիտացել եք։ Դա իսկապես ես հիմա ամբողջ օրը բիոխիմիա եմ ուսումնասիրում։ Հիմա ձեզ դա է դուր գալիս եւ որոշել եք զբաղվել դրանով։ Երբ հետ եք նայում արդեն ձեր անցած ճանապարհին, որը բավականին հարուստ է եղել, ինչ որ մի բան կփոխեիք, թե
այն ամենը ինչ տեղի է ունեցել, որպեսզի այսօր դուք լինեք այստեղ եւ այսպիսին։ Ֆանտաստիկ պատասխանեցիք, ոչ մի բան ես իմ կյանքում չէի փոխի, նույնիսկ այն ծանր օրերը, նույնիսկ այն խելագարությունը, որ իմ կյանքում եղել է, իսկ իմ կյանքում խելագար ոչ adekvat պահեր շատ են եղել, նաև սխալ որոշումներ են եղել, ոչինչ չէի փոխի, որտեղ այդ ամենը բերել է նրան, որ այսօր ես այնպիսին եմ, ինչպիսին կամ խաղաղ, հանգիստ, երբ որ ասեմ խաղաղ, շատերն ասում են, բա եթերում գոռում եք, չէ, էմոցիոնալ բան է, ես խոսում եմ ներքին հավասարակշռության, ներքին իմունիտետի, ներքին խաղաղության, ներքին լավատեսության, իմ մեջ չարություն չպահելու, նեգատիվ չպահելու, փախնելու տոքսիկ մարդկանցից։ Ես կատվային հոտով զգում եմ տոքսիկ մարդկանց, որտեղ տոքսիկ մարդ է, ես փախնում եմ, որտեղ այդ տոքսիկ մարդկանց էներգետիկան, հավատացեք, շատ վատն է։ Իրանք ոչ միայն իրանք են ուտում ներսից, այլ նաև վնասում են այդ իրանք տոքսիկ ֆլուիդները, վնասում է նաև արտաքին միջավայրը։ Հաստատ ոչինչ չէի փոխի, որտեղ այդ ամենի միջով անցնելով եմ այսօր ես կարծում եմ այն մոտեցումները, որ ես ունեմ կյանքի հանդեպ, շատ ավելի վաղուց պիտի ունենայի, վատ է որ այսքան ուշ, բայց գիտեք, երևի փորձով է ձեռք բերվել դա։ Հա, փորձով է ձեռք բերվել, ի վերջո ես միշտ մտածում եմ, որ Աստված մարդուն միշտ տալիս է այն, ինչ որ իրան պետք է, եւ դրա համար, եթե առաջ նաեւ իմ աղոթքներն են փոխվել, եթե առաջ ես գնում էի աղոթելու, ասում էի Աստված ջան, էս եմ ուզում, էս տուր ինձ, հիմա ես միայն մեկ բան եմ ասում, Տերին, տուր ինձ այն, ինչ որ դու գտնում ես, որ ինձ եւ իմ ընտանիքին պետք է։ Եվ վերջ, շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ որ ունեմ, չեմ ասում Տեր Աստված, էս եմ ուզում, այն եմ ուզում, իսկ առաջ ասում էի, խնդրում եմ, էս արա, այն արա, թող սա լինի, չէ, հիմա ասում եմ շնորհակալ եմ Տեր ամեն ինչի համար, որ ինձ տվել ես, շնորհակալ եմ, որ ինձ հետ ես եւ տուր ինձ այն, ինչ որ ինձ պետք է, դու գտնում ես, որ ինչ որ ինձ պետք է, որտեվ ի վերջո շատ ժամանակ մենք մտածում ենք, որ այս մարդուն մենք շատ ուզում ենք, որ մեր կողքին լիներ, բայց ինքը մեր կողքին չեղավ, ուրեմն Աստված գիտի, որ այդ մարդը քո կողքին չգիտենք ինչ է մեզ հարկավոր։ Այո, իսկ ինքը գիտի ինչ է մեզ հարկավոր։ Իսկ ես գիտեմ, որ այսօր հրաշալի զրույց ստացվեց։ Այո, իսկապես հետաքրքիր է, հա։ Ես վստահ եմ, որ բոլորը ձեզ այսօրվանից հետո բացահայտելու եմ բոլորովին այլ տեսանկյունից, այնինչ ես որոշել էի անել, ձեզ էլ խնդրել էի, որ մաքսիմալ տարբերվող լզրույց լինի։ Այո, կարծում եմ ստացվեց, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք։ Ես շատերը ինձ ասենք, որ տեսնում են, ասենք ինչ որ հանգիստ խոսալուց, ասում են ես հիմա փորձում եմ նաև ինձ վրա աշխատել, որտեվ ես որ ինձ կողքից նայում եմ քաղաքական եթերներին գոռալուց, ես չեմ անկեղծ եմ ասում, մամա ես ասում կտրի ձենը իմ ձենի մասին դուր չի գալիս։ Չէ, բացարձակ, որտեվ ես այդ ագրեսիան, ես հիմա փորձում եմ այդ կոնտրոլը անել, որտեվ ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչը կարելի է ասել շատ հանգիստ, հատկապես որ իմ ձայնի տեմբրը իրականում հանգիստ է, ես ճղճղան չեմ։ Այս տարիքում եւս ես աշխատում եմ իմ վրա, իմ մաներաների վրա, իմ ձայնի վրա, ես աշխատում եմ չչարանալ հայհոյախոսների վրա, որովհետեւ դա ոչ միտեղ չի տանելու, դա ոչ միտեղ չտանող ճանապարհ է։ Անչափ շնորհակալ եմ, որ եկաք, երեք եք, չէ՞, վերադարձել կարծեմ։ Այո։ Եվ այսօր էլ աշխատանքի եք, բայց գտաք ժամանակ մեզ հետ զրուցելու։ Ես եմ շնորհակալ եւ հույս ունեմ այդ մեր էքսպերիմենտը, այդ նյութերի կորեական անպայման կանենք, որը կարծում եմ շատերի համար հետաքրքիր կլինի, իրանք կբացահայտեն, որ կարելի է տանը նստած, պարզապես խնամել սեփական մաշկը եւ չտանել տարբեր կոսմետոլոգների անկապ եւ անիմաստ փողեր։ Փորձենք ինչ-որ ֆորմատով անպայման իրականացնել, շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել, շատ հաճելի էր ձեզ բացահայտել բոլորովին այլ տեսանկյունից, իսկապես ուրախ եմ, որ ստացվեց մեր զրույցը, սիրելի հետևորդներ, եթե դեռ չեք բաժանորդագրվել Տաբուի YouTube-յան ալիքին, շատ բան եք կորցրել, անպայման արեք դա, որովհետև այստեղ շատ հետաքրքիր ու ուսուցողական նաև զրույցներ են լինում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։
յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք։ Վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը։ Հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի և տաղավարը մեզ տրամադրելու համար։